բարիժան, հայր ջան, դուք գիտեք, որ դեբիլների, մանիպուլյատորների, անշնորհակալների, չգնահատողների պակաս չունենք, ու ամեն անգամ յուրաքանչյուր մարդով պատասխանատվություն է կրում հանրության առաջ, այսինքն իմ նման ստիպված ալնում ամեն անգամ ինչ-որ բան ապացուցելու, բայց ուրիշ ճար չեն թողում։ Հիմա այս վերջերս ծիծեռնակաբերդի հետ կապված շատ եմ տենում մանավանդ ԿՊ-ական այդ հարթակներում, իրանց այդ Նիկոլի վիդեոների տակ մեկնաբանություններում, իրանց աջակիցների գրառումները եւ այլն, իբր ոչ մի կապ չուներ, մեկը մեր վարչապետը պետք է սարքեր, մեկը տեսակ ոնց ապրիլի 24-ին հասցրեց աներ, բասում էիք քանդում են բան, մի հատ ծալապակաս էր գրել, ասում եմ, բասում էիք քանդում էին, ասում եմ, էլի հիմա էլ ենք ասում, որ քանդում էին, բա ինչի համար ենք միջամտել, որ չքանդեն, ու հիմա ստիպված են բոլորիդ ցույց տալ ու ապացուցել, որ քանդում էին, ու բացի են, որ քանդում էին, քանդելու կար ձև, ապամոնտաժելուն համարակալումներ, պահեստավորում եւ այլն, որից հետո այդ բոլոր քարերը նույնությամբ պետք է վերադարձվեին իրանց տեղերը եւ այլն։ Ես հիմա այս բոլոր թղթերը նորից հանել ենք, մեկը ասենց թե նենց պետք է հանվեր, որովհետեւ ես ասել եմ ու ես իմ ոչ մի ասած չեմ մոռանում երբեք, որ պետք է մտնենք իրավական դաշտ, կլինի դա դատարան, կլինի դա իրավական պատասխանատվության ենթարկ, ինչ ուզում է լինի, բայց այն որ Ժաննան համարձակվեց այտենց փնթի ձևով կպնել մեր սրբության սրբոց հուշահամալիրին, դրա պատասխանը ինքը պետք է տա վաղ թե ուշ, բայց այս պահի դրությամբ մի քիչ ավելի շուտ բացեցինք նորից բոլոր այդ պապկաները, որտեղ իրանց իսկ զեկույցներ ԿԳՄՍ-ի կողմից մեզ ուղարկված, թե ինչ նախագծով ու ոնց պետք է արվեին, այն տեղերում, որտեղ գրված է, որ պետք է պահեստավորվեր, ապամոնտաժվեր, համարակալված պահեստավորվեր, որ հետո նորից հետ բերվեին ու նույն քարերը տեղադրվեին, դա այն որ առանց մինչև ցույց տալն էլ բոլորդ կարաք ուղակի մտածեք ու հասկանաք, եթե նման բան արվել է, ապա ինչի են նոր քարեր գնվել ու դրվել հին քարերի փոխարեն։ Սա արդեն իսկ խոսում է նախագծի շեղումից ու դրա համար Ժաննան ոչ ներողություն, ոչ պատասխանատվություն, ոչ մի բան, այլ հələ մի բան էլ տենց իրանից գոհ Նիկոլի հետ քայլում ասում է, այ էս արեցինք, հետո էս պետք է անենք, այն պետք է անենք։ Ես հիմա ձեզ պապկաները ցույց կտամ ու կոնկրետ այն հատվածները, որտեղ դուք կտեսնեք, որ պետք է քանդվեր, ես ձեզ ցույց կտամ մեկնարկի ժամկետը աշխատանքների ու ինչքան պետք է տևեր։ Ու դուք ինձ մի հատ ասեք, եթե Լուիսի բանակը չլներ, արդյոք էս ապրիլի 24-ին դուք կկարողանայիք գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նորից եմ ասում, այս ամեն ինչը ես անում եմ ստիպված, որովհետև այս մի հատ ինչ-որ կույտ հավաքվել ու փառաբանում են, որ տեսեք մեր իշխանությունները ինչ լավ աշխատեցին, մաքուր, կարակ գնաք եւ այլն։ Ես հիմա ձեզ ցույց կտամ, եթե Լուիսի բանակը չլներ, ձեր իշխանությունը ինչ էր անելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հետ։ Հիմա նայեք, հայր ջան, մենք նորից այս բոլոր թղթերը նորից հանել ենք, իրանց բոլոր հաշվետվություններով, իրանց ամբողջ ծավալով ու հեսա ես ձեզ հերթով ամեն ինչ ցույց կտամ։ Այս ալբոմներից մեկն է, գիրք, ալբոմ եւ այլն։ Հիմա նայեք, ես ձեզ բոլորը ցույց չեմ տա, բայց գոնե այսքանից հետո այդ խոսակցություններն էլ կփակենք, տնենք հետո ինչ են սկսում բարբաջել։ Խնդրում եմ նայեք, այս Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է, այս ֆոտոն է, այս նախագիծը վերևից, ու ես չեմ կարդում, դուք կարդացեք ինչ է գրած։ Քանդման աշխատանքներ 1, 2, 3, ապամոնտաժման աշխատանք 9, ստեղ նայեք, քանդման աշխատանք 8, 5, քանդման աշխատանք 7, 6 ու սենց մի խոսքով քանդման աշխատանք։ Բոլորը պետք է քանդվեր, անգամ բաներն է գրված, մակնիշները տրակտորների ու տեխնիկայի, որով պետք է քանդեին։ Ստեղ նայեք, մույթերն է։ Ստեղ մի հատ վերնագիրը կարդացեք, քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների ծավալները։ Ու այս ամեն ինչի մեջ մտնում էր բոլորը, ամբողջը, մույթերը, ընդհանուր մեմորիալը, կողքի այդ կառույցները, թանգարանը, այն ճանապարհը այս, որով գալիս եք հուշահամալիր, մի խոսքով, ու որպեսզի այդ հարցերն էլ չառաջանան, թե մեկը կհասցնեին ապրիլի 24-ին մենք կարեինք գնայինք առանց Լուիսի բանակի։ Ես հեսա ձեզ ցույց տամ մյուս պապկան։ Խնդրեմ,
Շինարարական կազմակերպման նախագիծ։ Հիմա եկեք ես ձեզ ցույց տամ աշխատանքների մեկնարկը երբ է նախատեսված եղել։ Այստեղ կարդացեք. Սույն նախագծով առաջարկվում է աշխատանքների կատարման ժամանակացույցի երկու տարբերակ՝ 01 հունիսի եւ 01 մայիսի մեկնարկման ժամկետով։ Այսինքն, եթե ապրիլի 24-ին սա պետք է ավարտված լիներ ու հասցնեիք գալ նորմալ, արդեն սարքած, վերանորոգված հուշահամալիր, դրա համար պետք է նախատեսված լիներ 220 օր, 8-9 ամիս, ճիշտ է։ Հիմա խնդրում եմ այստեղ ուշադրություն դարձրեք, այս իրանց այդ ինչով ինչ պետք է անեին այդ մագնիշներն են տրակտորների։ Այ հիմա խնդրում եմ ստեղ ուշադիր կարդացեք ու ասեք, որ Լույսի բանակը ընդհանրապես կապ չուներ, մեր վարչապետը սարքում էր, ասեց, արեց ու սարքեց։ Կարդացեք ամենավերևի տողից։ Դիտարկվել է աշխատանքների կազմակերպման երկու տարբերակ, ընդհանուր տևողությունը ըստ տարբերակ 1-ի կազմում է 540 օրացույցային օր կամ 1.5 տարի։ Այսինքն, ինչ է ստացվում։ Ստացվում է, որ իրանց այս նախագծած 1.5 տարվա մեջ առնվազն մի ապրիլի 24 մտնում է, ճիշտ է։ Մի տարվա մեջ մի հատ ապրիլի 24 կա, 1.5 տարվա մեջ կարա 2 հատ լինի, բայց այս դեպքում վերցնենք առնվազն, մինիմալը։ Մինիմում մի անգամ ապրիլի 24 դրա մեջ մտնելու էր ու դա լինելու էր հենց այս 2026 թվականի ապրիլի 24-ը։ Հիմա դուք ինձ ասեք, Լույսի բանակը ստեղ կապ ունի, թե չէ։ Դա արեց վարչապետը իրանց նախագծով։ Նախագծեցին, որ պետքա այդ 220 օրվա մեջ ավարտեն, ոչ թե 540, տենց լրի վարչապետն էր արել, Ժաննան էր արել։ Ու արդյոք Լույսի բանակի դերակատարումը այդքան աննկատելի է որոշ կույրերի համար կամ այն հակաքարոզիչների, ովքեր միտումնավոր անտեսելով Լույսի բանակին միացած մարդկանց ջանքերը, պայքարն ու պահանջը, այսօր գովաբանում ու փառաբանում են Նիկոլին ու Ժաննային, իբր տեսեք, բասում էիք, քանդում էին։ Տեսակ, որ քանդում էին։ Տեսակ, որ հիմա պետքա քանդած լիներ։ Այս իրենց ուղարկած նախագիծն է, ու ես դեռ ամենը չեմ բացում։ Ստեղ կա նաև ֆինանսների հետ կապված հարցեր, ստեղ կա նաև այդ մույթերի սալապատիկ, այդ սալաքարերի հետ կապված հարցեր, որոնք պետքա պահեստավորվեին, բայց կոտրվել են։ Հիմա ես ձեզ այդ պապկան էլ ցույց կտամ։ Խնդրեմ, նայեք։ Բաժին 4 մեմորիալի հիմնանորոգման աշխատանքներ։ Առաջի կետ քանդման աշխատանքներ պատվանդանի սալահատակման ապամոնտաժում եւ ժամանակավոր պահեստավորում, սա չի եղել։ Ամրանորոգված բետոնե սալի քանդում 100 մմ հաստությամբ, խամ քարաբետոնե 700 մմ հաստությամբ հիմնատակի քանդում, գրունտի քանդում էքսկավատորով մույթերի շուրջը, բարձելով ավտոմեքենաների վրա։ Ստեղ 6-րդ կետը նայեք, մույթերի թիկնամասերի բոլոր սալաքարերի ապամոնտաժում ու ուշադրություն անվնաս քարերի համարակալում եւ պահեստավորում, սա չի եղել։ Ուշադրություն անվնաս քարերի համարակալում եւ պահեստավորում։ 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 Սա հանցանքա թե չէ հարց։ Հələ այս ամեն ինչին էս հանցանքին ու ամեն ինչին կանրադառնանք, եկեք մեր 7-րդը նայեք։ Նույնի ջարդված կողաճակատային սալաքարերի ապամոնտաժում անվնաս քարերի համարակալում եւ պահեստավորում չի եղել։ Թիկնամասին հարող ջարդված անկյունակարերի ապամոնտաժում անվնաս քարերի համարակալում եւ պահեստավորում չի եղել։ Գլխաքարերի ապամոնտաժում անվնաս քարերի համարակալում եւ պահեստավորում չի եղել։ Ու այսենց
Այս լրիվ կետերը, որ տենց պուպուշ գրած է իբր բանա, նախագիծ է, որ պետք է իրականացվի, այսինքն ոչինչ չի պահպանվել, անգամ անվտանգության կանոնները դրա համար, հեսա նայեք հաջորդ պատկան։ Նայեք։ Պաշտպանական կառույցներ նախատեսել արտակարգ իրավիճակներում մարդկանց եւ օբյեկտների պաշտպանության համապատասխան միջոցառումներ։ Այստեղ 9 գլխաքարերի ապամոնտաժում անվնաս քարերի համարակալում եւ պահեստավորում։ Իսկ ինչ տեսանք մենք իրականում։ Տեսանք, որ համարակալում չկար։ Սկզբից բանվորները հնդիկներ էին, ովքեր այդ սալաքարերը վերևից ուղակի շպրտում էին ներքև ու կոտրում, որոնք այլևս վերականգնել չէր լինի, ու պատճառը դա է, նաեւ դրա ապացույցը նա է, որ նոր քարեր են բերվել ու տեղադրվել այդ մոյթերի վրա։ Այսինքն դա մեկ, որ չի պահպանվել, այն որ պետքա ըստ նախագծի բոլորը համարակալվեր, պահեստավորվեր, որպեսզի հետո այդ ամեն ինչը հետ վերադարձվեր իր ճիշտ տեղերը, դա չի արվել ու ուստի ունենք մեկ բաց, հանցավոր բաց։ Բացի այդ ամեն ինչը, ի սկզբանե նախագծով պետքա ցանկապատվեր, զգուշացնող, նախազգուշացնող, ազդանշանային, ինչ որ գրություններ, զգուշացումներ, ցանկապատ, այս ամեն ինչը պետքա լիներ։ Մինչև մեր միջամտելը որևիցե մեկը տեսել է որևէ ցանկապատ կամ որևէ նախազգուշացնող ազդանշան։ Ստեղ էլ պետք է ասեք վարչապետներ արել լույսի բանակը ինչ կապ ունի։ Այն որ մենակ լույսի բանակը կապ ունի, սրա նախորդ վիդեոյում դա ասվեց, որ մեզանից բացի ուրիշ ոչ մեկ բացի ծիծեռնակաբերդում նկարվելու տուն գնալուց ուրիշ ոչ մի բան չի արել կամ հարցազրույցների տաղավարներից իրենց գրասենյակներից ուղղակի անդրադառնում էին մեզ ընտրեք որ լավ լինի Նիկոլի ժամանակ վատ է գործ անում ենք մենակ մենք ու էսա մեր արած գործը որ ստիպեցինք որպեսզի այդ փնթի ու ամփույթ վիճակը վերափոխվի արդեն ազդանշաններով ցանկապատի դառնա մաքուր աշխատանք հնդիկները ովքեր այդ սալապատիկները սալերը գցում գետնին ջարդում էին վերափոխվեն հայ բանվորներով Ես չեմ ուզում շատ խորանամ ընթացքում էլ ինչեր ա եղել, ինչեր ենք կանխել, այն որ ամենապրիմիտիվից սկսած, հա, որ բանվորը կարար ուղակի ծխեր ու այդ մույթի փոսի մեջ իր ծխածը հանգցներ։ Ես սրա մասին դեռ չեմ խոսում։ Ես ուղակի ուզում եմ հասկանալ մարդկանց, ովքեր հիմա ասում են, որ Նիկոլը ինչ արել է, ճիշտ է արել, ոչ մեկ կարար չխառնվեր, հիմա ամեն ինչ լավ է լինի։ Հիմա գոնե համոզվում եք, որ եթե մենք չխառնվեինք, ապա այսօր ծիծեռնակաբերդի հուշահամալիր դուք չէիք կարա այցելեք ու ամեն ինչ լինելու էր շատ ավելի վատ այդ նույն ամփույթ կարգավիճակով շարունակվելու են աշխատանքներ ու քանդվելու էր ամեն ինչ ինչը որ այնտեղ հուշում է որ դուք ծիծեռնակաբերդի հայոց ցեղասպանության հուշահամալիրում եք հիմա էլ պետք է ասեք որ ոչ մեկ կապ չունի վարչապետը ասեց ու արեց ու սա էլ դեռ ամենը չի ես հիմա ձեզ ցույց կտամ ամենակարևորը Հիմա հեսա բացենք պապկան, նայեք, խնդրեմ, նայեք, մեզ որն է պետք, էջ 3, առաջի կետը կարդացեք, շինարարության տեխնիկական հսկողությունը իրականացվում է սկսած ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկի օրից մինչև ավարտված ծրագրի ընդունման ակտիվ ավերացումը յուրաքանչյուր օր աշխատանքների սկզբից մինչև ավարտը Այս թուղթը չէր, որ ասում էի ավելի կարևոր է, բայց ամեն դեպքում մի հատ միջանկյալ հարց, երբևէ տեսել եք ամենօրյա վերահսկողություն։ Մենք էինք վերահսկում, մեր ջոկատի տղեկն էին վերահսկում, լույսի բանակի անդամներն էին վերահսկում, մեր աջակիցներն էին վերահսկում ու որպես հաշվետվություն վիդեոներն ու ֆոտոներ ուղարկում էին մեզ։ Որևէ մեկը ինչ որ վերահսկող տեսել եք մինչև մեր միջամտությունը։ Չեք տեսել, որտեվ չկար։ Ու այն որ ասում էի ամենակարևորը, հիմա էլ նայեք։ Այս էլ հատուկ հենց վարչապետին փառաբանող, այդ ԿՊ-ին փառաբանող Ժաննային էլ հետը զանգվածի համար։ Այն որ ասում եք, տեսակ սարքեցին։ Ուրեմն այն թվականին, երբ սարքվել է ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, երաշխիքը առնվազն տրված է եղել 100 տարով։ Հիմա խնդրում եմ նայեք իրենց վերանորոգման մասին։ 2.4.4 Երաշխիքային ժամկետ է սահմանվում պատվիրատուի կողմից ողջ ծավալով
ծառայությունն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից հաշված 365 օրացույցային օր։ Այսինքն այն ինչով հիմա որոշները տենց ոգևորված են, վարչապետը սարքեց եւ այլն, այդ սարքածի երաշխիքը ընդամենը մի տարի է, 365 օր։ Իսկ 365 օրից հետո, եթե այդ ամեն ինչը քանդվեց, ով է պատասխանատուն։ Ու այս խելքով իրանք հիմա նորից ուզում են շարունակել այդ շինարարական ու իբր վերանորոգման աշխատանքները։ Ես մի անգամ ասել եմ, հիմա նորից կրկնում եմ։ Ու ձեզ եմ դիմում, սիրելի ժողովուրդ։ Սա նորից եմ ասում, մեր սրբության սրբոցն է, ու սրանից այն կողմ, չգիտեմ, մենք ինչ ունենք ավել հիշելու ու պահպանելու, պահանջելու, կարծում եմ բոլորդ էլ գիտեք, որ ոչ մի բան։ Ու դրա համար, եթե հանկարծ ես վստահ եմ, որ դուք բոլորդ վստահում եք մեր թե վերահսկողությանը, թե սրտացավությանը այս հարցի հետ կապված, ուստի ձեր թույլտվությամբ, եթե դուք համաձայն եք, մենք կարանք պահանջենք, որ առանց լույսի բանակին տեղեկացնելու, առանց լույսի բանակի ձեր լիազորությամբ թույլտվությունը ստանալու ոչ մի աշխատանք տեղի չունենա։ Մենք պետք է խոչընդոտենք սրանց այս մոտեցումը, որ գրում են մի բան, անում են մեկ ուրիշ։ Դուք հասկանում եք, ամեն դեպքում այլևս Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը այն չի, ինչ եղել է այսքան ժամանակ։ Դրա վրա նոր էներգետիկայով քարեր են, այն հինը էլ չկա, այսինքն այդ 3 մույթը արդեն այն մեր իմացած ցեղասպանության հուշահամալիրի սալաքարերը չեն։ Մի բան փոխվել է, էլ դա չի։ Հիմա սրանք ուզում են անել նույնը, շարունակելու այդ նույն ոճով աշխատանք։ Չի համարակալվել քարերը, չեն արվել, չեն մաքրվել։ Տեսեք, ես շինարար չեմ, ես ճարտարապետ չեմ, բայց նես չի որ չենք հասկանում։ Կարելի է այդ բոլոր սալաքարերը հեռացնել, ոնց որ գրած էր էս իրանց նախագծում, համարակալել, սիրուն պահեստավորել, եթե ծալեպ էր տվել, չգիտեմ ինչ որ վատ վիճակում էր, դա ընդհանրապես այդ երեսպատման սալիկներ են, իրանց ոչ ամրությունը ինչ որ առանձնահատուկ պետք ոչել։ Կարային ուղակի մաքրեին, պահեստավորած, համարակալած պահեին, ջրամեկուսացումն էր խնդիրը, ջրամեկուսացման հարցը լուծեին ու նույն այդ սալաքարերը դնեին իրանց տեղը, բայց չէ։ Այդ քարերը այլևս չկան, բերել են ինչ-որ նոր քարեր, որոնք գույնով են տարբերվում, ասում են հա ժամանակի ընթացքում գույնը կգա տեղը եւ այլն, բայց ամեն դեպքում միշտ այդ 3 մույթը տարբերվելու է։ Ու հիմա այս նույն ձեռագրով ուզում են շարունակել։ Ես հանրային կերպով ասում եմ, ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի թույլ չտամ այդ աշխատանքները, մինչև թե ես, թե ձեզանից յուրաքանչյուրը ավելի քան համոզված չլինի, որ աշխատանքները գնալու են պատշաճ կերպով։ Ես չեմ ասում, որ վերանորոգում պետք չի, այո, պետք է։ Ու կարծում եմ յուրաքանչյուր ով այցելում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հասկանում է, որ այդ վերանորոգումը անհրաժեշտ է, պետք է, բայց ոչ սրանց կողմից, ոչ Ժաննայի կողմից։ Մի մարդու, ով չի կարում հասկանա, թե ոնց կարա դա սրբություն լինի։ Մենք ոնց կարանք թույլ տանք, որ նմանը շարունակի այս աշխատանքները։ Ես կոչ եմ անում բոլորիդ, հայրը ջան, մենք լինելու ենք առավել հետևողական, քան մինչև էս էինք։ Ու եթե հանկարծ նորից ինչ որ աշխատանքներ սկսվեցին, ապա այն ժամանակվա պես ոչ թե նստեք տունը ու նայեք, այլ մի մարդու նման պետքա բոլորդ դուրս գաք ու պահանջեք հաշվետվություն։ Մենք միասին պետքա պահանջենք հաշվետվություն ու իրանք մինչև մեր թույլտվությունը չստանան, դա իրանց սեփականությունը չի։ Դա ձեզանից յուրաքանչյուրի սրբության սրբոցն է։ Իրանք չեն, որ պետքա որոշեն, ոնց դա անեն, ինչ ձևով անեն, իրանք ընտրեն մասնագետ, իրանք ընտրեն ճարտարապետ, ընտրել են ճարտարապետ Սաշուր Քալաշյանին, ով հենց ինքը իր բերանով ասում էր, որ արդեն արված է անվերականգնելի աշխատանք։ Մեր նպատակն է ներսի քայլը պահելը։ Այս մարդը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի 3 ճարտարապետներից մեկն է, Սաշուր Քալաշյանը, ով հիմա վերահսկում է, այսպես ասած, վերանորոգման աշխատանքը։ Ներսի պատերի վրա ամբողջ աղաղակալումները։ Եվ դա նոր չի, ամեն տարի կա, մենք դա մտահոգված ենք, որովհետև այդ ներսի քայլը եթե փլվեց կամ ավիրվեց, դրանց փոխարինելու տարբերակ չկա։ Նայեք, մի հատ այն անկյունակարը նայեք, այս այն նույն անկյունակարն է, որ ասում էին վնասվեց էլ ուղղել չի լինի։
Ու մեկ էլ պարզվեց, որ ամեն ինչ նորմալ է, Նիկոլի կողքին քայլում է, գոհ է աշխատանքից, ես չգիտեմ ինչ է փոխվել, բայց ամեն դեպքում հեչ չէ վստահությունը իր հանդեպ, իր խոսքի հանդեպ, իր մոտեցման հանդեպ հաստատ փոխվել է։ Դրա համար մինչև բոլորիս կողմից ճանաչված ու վստահելի ճարտարապետներ չխառնվեն այս գործին, մենք պետք է թույլ չտանք ոչ մի շինարարական աշխատանք։ Դեռ դատարանում կբացվի այս ողջ թղթերի, թղթապանակների ավելի ծավալուն տարբերակը, որտեղ կան շատ ավելի թե քանակով, թե ծավալով հանցավոր մոտեցումներ տվյալ հուշահամալիրին, ու դրա պատասխանները պետք է տա թե Ժաննան, թե մյուս ով կա պատասխանատու այս ամեն ինչի համար, պետք է պատասխան տան, որովհետև թողել ես հարցը սենց օդի մեջ, դե բաներ եղավ, անցավ, դա նույնն է, ոնց որ նույն կերպ վերաբերում ենք ցեղասպանությանը, դե 15 թիվներ բաներ եղավ, անցավ, ոչ պահանջում ենք, ոչ էլ հիշում ենք։ Ոչ, մենք հիշում ու պահանջում ենք ու դրա հետ կապված ինչ կա, մենք պահանջատեր լինելու ենք մինչև վերջ։ Սա թող Ժաննան շատ ուշադիր լսի ու շատ լավ հասկանա, թե Ժաննան, թե Ժաննայի մտքի ով կա։ Ու նրանք, ովքեր տենց բարբաջում են, որ բա ասում էիք քանդում են, բա չգիտեմ ինչ, մարդիկ ոնց արել են, տենց էլ պատասխանատու արեցին, որ ապրիլի 24-ին մենք գանք Ծիծեռնակաբերդ, հիմա համոզվակ, որ դա տենց չէր լինելու առանց մեզ։ Հենց որ հուսամ այսքանով կբավարարվեք, որ բերաններդ փակեք, հակառակ դեպքում մինչև դատական ինչ-որ պրոցեսներ սկսելը ստիպված կլինեմ այս ամբողջ թղթապանակները բացելու, որ ավելի լավ տենակ, թե ձեր Ժաննան ու Նիկոլը ինչ էին պատրաստվում անել այնտեղ ու մինչև երբ, ինչ ձևով ու ինչ ոճով։ Հենց որ մի վրազեք տենց արագ-արագ խոսալու, ստատուսներ գրելու ու մեկնաբանելու, թե ո մեր վարչապետն ու մեր Ժաննան, այլ նայեք իրականության աչքերին։ Ու ես էլ հիմիկվանից զգուշացնում եմ ԿԳՄՍ նախարարությանը։ Ձեր գործն է ոնց կանեք, ինչ կանեք, հետևանքների համար եք դուք պատասխանատու, բայց ես ձեզ հորդորում եմ, առանց Լույսի բանակի, առանց իմ, առանց մեր աջակիցների իմացության, առանց հանրային հաշվետվություն տալու, կլինի ազգային ժողովի ամբիոնից, կլինի ձեր ուղիղ եթերներով, ոնց ուզում լինի, կլինի անձամբ մեզ, առանց հաշվետվություն տալու չհամարձակվեք կպնել այդ հուշահամալիրին։ Նորից եմ կրկնում, այո, վերանորոգել պետք է, բայց դուք չեք ձերս կազմով, որ արդեն ապացուցեցիք ու ցույց տվեցիք, որ դուք վարվել չեք կարողանում տվյալ կարևորության հուշահամալիրի հետ, ես որպես հայ, էլ չեմ ասում Հայաստանի քաղաքացի, զուտ որպես հայ, որովհետև անգամ Եվրոպայի կամ Ամերիկայի կամ Ռուսաստանի կամ այլ տեղի քաղաքացին, ով հանդիսանում է հայ, ինքը իրավունք ունի ձեզանից պահանջելու ու արգելելու, ու ես որպես մեկը այդ հայերից ես ձեզ արգելում եմ նման մոտեցմամբ շարունակել որևէ աշխատանք։ Ուստի հաշվետվությունը կտակ ու երբ որ մեր համաձայնությունը կստանաք, նորից մեր վերահսկողության ներքո կկարողանաք շարունակել այդ աշխատանքները, չեք կարողանա, մենք ձեզանից պակաս այս ամեն ինչը կազմակերպել չենք կարող, հենց որ այդ ամեն ինչով կզբաղվենք մենք։ Մի ստիպեք, որպեսզի այս ամեն ինչը դառնա գլոբալ համահայկական մի հատ մեծ խնդիր, վստահեցնում եմ տուժելու եք դուք։ Դրա համար մի օր մի քիչ ժամանակ տրամադրեք մտածելու վրա ինչ եք անում ու ում դեմ ու ոնց, երբ, որ միջավայրում, որ փորձեք մի բան անել։ Իմ հորդորն է ձեզ, յուրաքանչյուր քայլից առաջ պարտաճանաչ ձևով իրազեկել հանրությանը, մասնավորապես Լույսի բանակին, ու մինչև թույլատվություն չստանաք, մինչև չլինի այն համաձայնությունը, որով կարաք շարունակեք այդ աշխատանքները, իմ հորդորն է, մի էլ փորձեք սկսել, որովհետև խոչընդոտներ հաստատ ունենալու եք ու դրանք հիմնավոր են ու դրանք նաև էլ ավելի կհիմնավորվեն արդեն նաև իրավական հարթակներում։ Հենց որ լավ մտածեք ու աշխատեք հաջորդ քայլը անելուց առաջ, ինչը կապված է տվյալ հուշահամալիրի հետ, առանց իմ, առանց Լույսի բանակի, մեր աջակիցների ու առհասարակ հայ մարդկանց, հայ հանրության իմացության, առանց այդ ամեն ինչի, առանց մեր թույլտվության չհամարձակվեք կապնել այդ հուշահամալիրին։ Ես ձեզ զգուշացնում եմ, մնացածը ոնց գիտեք։ Ու հայր ջան, սա էլ է կարևոր համարում, որպեսզի բոլորը տեսնեք, որ ոչ թե ուղակի այնտեղ նկարվել ենք, այլ իրականում ինչի դեմն ենք առել ու ինչի է վերածվել այդ ամեն ինչը։ Ու արդեն են ովքեր Նիկոլ են փառաբանում,
Թող մի հատ իրանք էլ հասկանան, ով ու ինչ արեց ու եթե մենք չլինեինք ինչ կլներ։ Այս անգամ այսքանով ես կեզրափակվեմ, որովհետև նորից եմ ասում, եթե ծավալվեցինք, շատ ու շատ բաներ կա ծավալվելու։ Ու նես չի չենք ծավալվելու։ Ուղղակի միշտ տապեցրեք, ամեն ինչ իր ճիշտ պահին, տեղին ու ժամանակին։ Իրավական հարթակում կբացվեն նաև ֆինանսական հարցերը, ժամկետները, հանրային վատ իրազեկման խնդիրները, ամեն ինչ, ինչը որ կա այս թղթապանակներում ու որոնք կամ չեն պահպանվել կամ ի սկզբանե եղել են շատ վատ կազմակերպած, որոնց կարելի է հանգիստ համարել ու անվանել հանցավոր։ Կարճ ասած այսօր այսքանը Հայեր ջան, լավ մնաք ու օրհնված լինեք բարձր սիրով ու իմաստությամբ։